Պողոսյանի առաջադրվող թեկնածուն Միլան Պողոսյանն է։ Ուզում եմ իմանալ ձեր կարծիքը նրա մասին եւ դուք որտեղ եք տեսնում նրան խորհրդարանում թե կառավարության կազմում։ Թիմը բազմաշերտ է, բազմակողմ է եւ ներկայացնում է մեր հասարակության բոլոր շերտերը։ Այդ իսկ պատճառով ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեր թիմի մեջ տեսնի իր տեսակին, իր նմանին։ Եվ մենք սոցհարցումների հիման վրա ռեյտինգային առաջարկել ենք մեր թեկնածուներին։ Եվ դուզանից յուրաքանչյուրը կարող է քվեարկություն կատարել։ Ինքը ուզում է այդ թեկնածուին, թե ուզում է մեկ այլ թեկնածուին։ Այդ իսկ պատճառով պարոն Պողոսյանը հայտնի ազգային ժողովում, թե չէ, դա կախված է ձեր վստահության քնից։ Պարոն Պողոսյանի կառավարության կազմում չեմ տեսնում։ Բավարարեցի։ Շնորհակալ։ Վարչապետը ասեց, որ ձեզ չի տեսնում կառավարության կազմում։ Դուք դրանից տխրեցիք, թե Ես բազմիցս ասել եմ, ես աշխատել եմ այնտեղ, որտեղ ավելի մեծ օգտակարություն կունենա։ Եվ կուսակցությունը ինքը կորոշի եւ որտեղ որ որոշի, այնտեղ է կայացել։ Դուք ինքնին ձեզ պորտատիվին տեսնում եք, Ես տեսնում այնտեղ, որտեղ ամենամեծ օգտակարության գործակցություն կունենա։ Պարոն Պողոսյան, դուք սկզբում անդրադարձաք սոցիալական շփումով, ի վերջո ինչպես է Տարոն Մարգարյանի հարաբերությունը։ Ի վերջո ձեր եւ Տարոն Մարգարյանի հարաբերությունը։ Շատ լավ, շատ դրական, մենք ընկերներ ենք։ Պարոն Պողոսյան, ձեզ շատ քննադատեցին, որ ձեր քարոզարշավում օգտագործեցիք, այսպես ասած, զոհված եւ ծառայողի նոր կերպ, այսպես ասած, PR արեցիք։ Ձեզ ված չէ՞ գտնում այդ ամենը։ Ես վատ եմ զգում, որ կարող է այդպես մեկնաբանվել, երբ որ մարդ ուզում է իր կարծիքը ասի եւ մարդը պարզապես շնորհակալություն է ասում։ Վատ եմ զգում այն լրատվամիջոցների փոխարեն, որոնք որ դրանք վերագրեցին որպես PR-ի։ Դա ձեզ թվաց։ Պարոն Պողոսյան, ձեր հարստությունները այսպես գույքագրումը ասում են, նայում ենք բավականին կարողություններ ունեք, դուք դա ձեռք եք բերել պաշտոննավարման ընթացքում։ Ոչ, ձեռք եմ բերել միջև պաշտոն ունենալու։ Բիզնեսի շնորհիվ։ Այո, միջև 2006 թվականին։ Այլ հարցեր կան։ Քարոզարշավը ավանում սկսել եք, թե դեռ ոչ։ Մենք ամենտեղ սկսել ենք քարոզարշավը եւ ավանում ենք ունենալու եւ մասիվում ենք ունենալու եւ Զեյթունում ենք ունենալու։ Այո, ունենալը շարունակելու ենք ամենտեղ։ Միջև սահմանված ժամկետ, այսինքն մարտի 31-ը։ Այսինքն խնդիր չկա ավանում գործելու, ասում են ձեզ չեն թույլատրում, որովհետեւ դուք ավանում եք։ Ծիծաղալի հարցերին չեմ պատասխանում։ Պարոն Պողոսյան, ձեր շտաբերը, եթե հաշվենք բազմաթիվ է, չգիտեմ, 100-ն անցնում է, թե ոչ։ Անցնում է 100։ Այդ շտաբը պահելու միջոցները։ Այո, շտաբերը պահելու միջոցները շատ չի, որովհետև շտաբերը մեր թիմն է եւ այնտեղ պահելու խնդիրներ չկան։ Մեր թիմն է, որոնք որ երկար տարիներ մեր հետ աշխատում են։ Պահելու խնդիրներ մենք շտաբերը չունենք։ Միանշանակ 90% ծավալ է։ Պարոն Պողոսյան, օֆշորային այդ սկանդալից հետո ասեցիք, որ շոու է։ Դուք շարունակում եք պնդել շոուեր եւ ինչպես շոու։ Ես այդ հարցին անդրադարձել եմ եւ չեմ պատրաստվում նույնիսկ անդրադառնալ։ Մենք խոսել ենք դրա մասին բազմիցս։ Մենք բազմիցս ասել եմ ով է այդ շոուի հետևում կանգնած եւ եկեք նույն հարցը առ անգամ տվեք։ Տվեք նոր հարցեր, ինչ այդքան անհետաքրքիր եմ ես, նոր հարցեր չկան։ Պարոն Պողոսյան, ինչ լծակներով կամ ինչ միջոցներով եք պայքարում ձեր մրցակիցների դեմ։ Ասում են նաեւ ուղեղով եմ պայքարում եւ իմ թիմով եւ գաղափարախոսությամբ։ ընտրակաշառք չեք ունեցել։ Բացառվում է։